Նոր մեղադրանք պաշտպանության նախկին նախարար ընդհատակում գտնվող Միքայել Հարությունյանին։ Նախկին բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է պաշտոնավարման տարիներին լիազորությունները չարաշահելու համար։ Այս գործով նրանից բացի մեղադրյալ է նաև գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Էնրիկո Աբրիամովը։ Պարզվել է, որ 2008 թվականի դրությամբ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Միքայել Հարությունյանը երրորդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալին բնակարան հատկացնելու գործընթացում դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից եւ սահմանված կարգի խախտմամբ հատկացրել է բնակարան։ Նախարարը բնակարան հատկացրել է իր տեղակալի Մանվել Գրիգորյանի եղբորորդուն այն դեպքում, երբ ըստ մեղադրանքի դեռևս 2005 թվականին կենտրոնական բնակարանային հանձնաժողովը նրան բնակարանային պայմանները բարելավելու նպատակով 10 միլիոն դրամ էր հատկացրել։ 2008 թվականի փետրվար ամսին երրորդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալը դիմում է հասցեագրել պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին, որում ներկայացրել է, որ հատկացված 10 միլիոն դրամը բավարար չի եղել իր բնակարանային կարիքները բավարարելու նպատակով եւ խնդրել է հետ վերցնել իրենից 10 միլիոն դրամ գումարը եւ իրեն հատկացնել 3 սենյականոց բնակարան։ Նախարարն էլ դիմումը մակագրել է բնակարանային հանձնաժողովի նախագահին։ Մինչդեռ կառավարության որոշմամբ արգելվել է մեկ անգամ արդեն իսկ բնակարանային պայմանների բարելավման նպատակով գումար ստացած անձին կրկին ընդգրկել բնակարանային հաշվառման։ Հանձնաժողովի անդամները հիմք ընդունելով պաշտպանության նախարարի համապատասխան մակագրությունը, իրենց հերթին դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից պաշտպանության նախարարի հանցավոր գործունեությանը օժանդակելու նպատակով կայացրել են դրական որոշում։ Այսպիսով երրորդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալին հատկացվել է 3 սենյականոց բնակարան պայմանով, որ նա պետք է նախարարությանը վերադարձնի 10 միլիոն դրամ գումարը։ Բնակարանը սեփականաշնորհվել է, բայց գումարն այդպես էլ հետ չի վերցվել։ 10 միլիոն դրամը նախարարությանն է փոխանցվել միայն այս վարույթի հարուցումից հետո։ Բացի Միքայել Հարությունյանից մեղադրելի կարգավիճակ ունեն բնակարանային հանձնաժողովի 6 անդամները, նրանց թվում Աբրիամովը։ Թե պաշտպանության նախարարը, թե կենտրոնական բնակարանային հանձնաժողովի անդամների գործողությունները հանցավոր արտահայտվել են նրանով, որ նրանք կրկին հաշվառման ընդգրկելով եւ բնակարան հատկացնելով արդեն իսկ բավարարման նպատակով գումար ստացած անձի փոխարեն զրկել են այլ զինծառայողներին, որ նրանց այդ բնակարանը, որը տրվել էր այդ անձին, կարող էր տրվել մեկ այլ զինծառայողի, ով տարիներ շարունակ կրկին ընդգրկված է եղել ցուցակներում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող եւ դրանով իսկ խախտվել են համապատասխան իրավահարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջները եւ պատճառվել է էական վնաս։ Այսպիսով գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Աբրիամովի եւ եւս 4 անձի վերաբերյալ գործն ուղարկվել է դատախազին։ Իսկ Միքայել Հարությունյանի եւ Հայաստանից բացակայող հանձնաժողովի 1 անդամի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Հարությունյանը մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ մարտի 1-ի գործի շրջանակում։ Տաթև Խաչատրյան, Արման Թովմասյան, Լուրեր։